Պատկերը, որը տեսնում եք անմիջապես Windows-ի բեռնումից հետո, ինտերֆեյսն է, գրաֆիկական պատյան, որի միջոցով մենք կիրառողներս շփվում ենք օպերացիոն համակարգի հետ։ Ինտերֆեյսը միջնորդ է, թարգմանիչ, որի խնդիրն է վերահսկել Windows-ի բոլոր ներքին կառավարման լծակները մարդկանց համար հասկանալի գրաֆիկական ձևով։ Windows-ի ինտերֆեյսը պարզ է, հասկանալի, երբեմն գեղեցիկ, եւ լուծել դրա գրեթե բոլոր խանելուկները գործնականում կարող է յուրաքանչյուր ոք։ Իհարկե, որպես տեսանելի օրինակ մեզ մոտ հանդես կգա Windows 7 օպերացիոն համակարգը, սակայն դա չի նշանակում, որ մեր ուսումնասիրություններից հետո դուք չեք կարող կիրառել ավելի վաղ ստեղծված օպերացիոն համակարգեր։ Նախ, եկեք հակիրճ թվարկենք բոլոր այն հիմնական աղյուսները, որոնցից կառուցված է ահռելի, բայց գեղեցիկ շենքը Windows անունով։ Էկրանի հիմնական մասը զբաղեցնում է աշխատանքային սեղանը։ Փոխաբերությունը հասկանալի է, գեղեցիկ նկարներով զարդարված այս տարածության մեջ պետք է տեղավորենք մեր բոլոր գործիքները, աշխատանքային փաստաթղթերը, թղթապանակները, պիտանի ծրագրերի նշանները եւ այլն։ Մենք դրանք կդասավորենք ճիշտ այնպես, ինչպես տեղավորում ենք գրիչները, թղթերը եւ մյուս գրասենյակային պիտույքները գրասեղանի վրա։ Աշխատանքային սեղանի ստորին հատվածում մենք տեսնում ենք կիսաթափանցիկ մի ժապավեն։ Խնդրագոտին։ Այստեղ եւս բնակվում են պիտանի ծրագրերի նշանները, սակայն միայն ամենակարևոր եւ ամենապիտանիները։ Մի քանի նշաններ արդեն առկա են այս գոտում, իսկ մնացածները մենք կսովորենք ավելացնել այստեղ։ Խնդրագոտու ձախ անկյունում բնակվում է մեկնարկել կոճակը, որի շնորհիվ դուք ստանում եք մոտեցման հնարավորություն համակարգչում տեղադրված բոլոր ծրագրերի ցուցակին եւ կարգավորում գլխավոր գործիքները։ Աջ անկյունում տեղադրված է եւս մեկ գոտի, համակարգային գոտին, այստեղ ցուցադրվում են բոլոր հղումները դեպի գործածված ծրագրեր։ Բարի գալուստ Windows 7 օպերացիոն համակարգ։